Սիրելի մարդ, որ դու հիմա լսում ես այս ձայնագրությունը եւ միգուցե չգիտես, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալու է։ Աստվածաշնչում գրված է, օրինակ Պողոս առաքյալի առաջին նամակը Թեսաղոնիկեցիներին 4-րդ գլխում ննջեցյալների հարությունը եւ Տիրոջ գալուստը։ Եվ Պողոս առաքյալն ասում է. «Չենք կամենում եղբայրներ, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ Որովհետև եթե հավատում եք, որ Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։ Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներիս առաջ չենք անցնի, քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով եւ Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի եւ Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն եւ հետո մենք ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք, ուրեմն միմյանց մխիթարենք այս խոսքերով։ Խնդրում եմ, որ դու ինքդ կարդաս այս տողերը, քանի որ ես արագ կարդացի, կարդաս եւ խնդրես աղոթքով, որ Սուրբ Հոգին քեզ օգնի ամբողջը հասկանալ, ինչպես որ Սուրբ Հոգին կամենում է, ոչ թե այնպես ինչպես որ մարդն է կամենում։ Բայց այս ամբողջի իմաստը որն է, որ ննջեցյալները, ովքեր, այսինքն մահացածները, ովքեր մահացած են, բայց Հիսուսին են պատկանում, ֆիզիկապես մահացածները, նրանք ովքեր Հիսուսով են, նրանց անվանում են ննջեցյալ։ Ինչու? Որովհետև Հիսուս Քրիստոսին պատկանող մարդը չի մահանում, նա ֆիզիկապես մահանում է, բայց հոգով երբեք չի մահանում, նա ունի հավերժական կյանք եւ դրա համար ասում ենք ննջել է, այսինքն ժամանակավոր նա ննջել է, բայց նա երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա, կստանա իրեն համար, կստանա նոր երկնային մարմին, որ նրան կտա Աստված եւ կբարձրանա ամպերի մեջ Տիրոջը հանդիպելու եւ մենք այն մարդիկ, ովքեր Տիրոջ գալու պահին կենթանի կլինենք, մահացած չենք լինի, ննջեցյալ չենք լինի, մենք կվերցվենք երկրի վրայից, մեր այս մարմինները մի ակնթարթում Տեր Աստվածը կփոխի, կդարձնի երկնային մարմիններ եւ ապա մեզ կվերցնի ամպերի մեջ Հիսուս Քրիստոսը, սկզբում ննջեցյալներին եւ ապա կենթանի ողջ քրիստոնյաներին Աստված կվերցնի ամպերի մեջ։ Այստեղ մի տող կա, որտեղ որ Տերն ասում է երկնքից կիջնի։ Երկնքից կիջնի խոսքերը կարող են շփոթացնել մարդուն, ինչպես քրիստոնյային, ինչպես որ ժամանակին ես շփոթվեցի, մտածեցի, բայց եթե երկնքից կիջնի, ուրեմն կիջնի երկիր։ Բայց ինձ Սուրբ Հոգին ասաց, ցույց տվեց, որ իր երկնքից կիջնի դեպի մեզ, դեպի մեր երկինք։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը հափշտակության ժամանակ, երբ գա իր զավակներին երկրի վրայից վերցնելու, նա չի իջնելու երկիր, նրա ոտքերը չեն դիպչելու երկրին, նրա ոտքերը կդիպչեն երկրին միայն իր երկրորդ գալուստի ժամանակ, բայց հափշտակությունը դա երկրորդ գալուստը չի, հափշտակությունը տեղի ունենալու միջև երկրորդ գալուստը, երբ Հիսուս Քրիստոսը կգա իր սրբերին կտանի երկրի վրայից, կտանի իր մոտ իր թագավորություն, որտեղ որ կլինի երկնային խնջույքը, կլինի Հարսի եւ Փեսայի երկնային հարսանիքը, Հարսը Հիսուսի սրբերն են, այսինքն նրա ճշմարիտ զավակները, իրական քրիստոնյաները, ոչ թե նրանք, ովքեր անունով կոչված են իբր քրիստոնյա, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, այլ նրանք, ովքեր իրոք պատկանում են Հիսուս Քրիստոսին եւ կլինի հարսանիքը Փեսան Հիսուս Քրիստոսն է, այսինքն գառան հարսանիքն է, դրա մասին մեկ այլ ձայնագրությունում եւ Հարսը Հիսուսի զավակներն են, Հիսուսի սրբերն են, որոնք ամբողջություն են կազմում եւ Հիսուսի մարմինն են եւ կոչվում են Հիսուս Քրիստոսի հարս։ Եվ երկնքում կլինի Աստծո թագավորությունում կլինի երկնային խնջույքը, որին կմասնակցեն միայն Հիսուս Քրիստոսի սրբերը, Հիսուսի հարսը։
Մենք կհափշտակվենք ամպերի մեջ կհափշտակվենք, այսինքն մի ակնթարթում երկրի վրայից կվերցվենք ամպերի մեջ։ Այստեղ ասվում է Հիսուս Քրիստոսը կիջնի երկնքից։ Եթե մենք մտածենք, որ Հիսուսը կիջնի երկրի վրա երկնքից, իսկ մենք հափշտակվում ենք ամպերի մեջ, դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը ոչ թե երկիր կիջնի, այլ իր երկնքից կիջնի մեր երկինք, որովհետև մեր երկինքը գտնվում է Հիսուս Քրիստոսի Աստծո թագավորության այդ երկնքից ներքև։ Նա կիջնի մեր երկինք իր երկրից, որովհետև մենք հանդիպելու ենք ամպերում, մենք Հիսուս Քրիստոսին, միլիոնավոր սրբերը Հիսուսի հանդիպելու են նրան ամպերում։ Եվ այսպես գրված է, եւ այսպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ամեն ժամ նշանակում է միշտ, հավերժ, բոլոր ժամանակներում։ Մենք կհափշտակվենք, դրա համար կոչվում է հափշտակություն, եկեղեցու հարսի հափշտակություն, հափշտակել, մի անգամից վերցնել ու տանել։ Ուրեմն միմյանց մխիթարենք այս խոսքերով։ Որ խոսքերով, այս խոսքերով, որ հենց նոր ես կարդացի, որ Հիսուսով ննջեցյալները նրանք մահացած չեն, նրանք ննջած են ժամանակավորապես, եւ Աստված նրանց հոգիներին նոր մարմիններ է տալու, չէ՞ որ նրանց հոգիները սպասում են։ Նրանց հոգիները սպասում են, ինչպես եւ մենք ենք սպասում հափշտակությանը, երկնային հարսանիքին, եւ Աստված նրանց նոր մարմիններ է տալու, նրանց մարմինները, որ ժամանակին ունեցել են, վերանորոգվելու են, վերականգնվելու են, սակայն արդեն որպես երկնային մարմին, երկնային անապական, սուրբ մարմին, եւ մենք ողջերս, ովքեր այդ պահին ողջ կլինենք, երբ Հիսուս Քրիստոսը գա, մենք ողջերս նրանցից հետո, այսինքն մեռելների, ննջեցյալների հարությունից հետո անմիջապես կվերցվենք երկինք եւ կհանդիպենք մեր Տիրոջը ամպերի մեջ։ Մխիթարվենք այս խոսքերով, այս գիտությամբ մխիթարենք միմյանց, չտխրենք եւ սպասենք Տիրոջը։ Աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, բնական եւ արհեստական աղետները, նշանները երկրի վրա եւ երկնքում, ամեն ինչ վկայում է այն մասին, որ Հիսուս Քրիստոսը գալիս է։ Ընդամենը պետք է բացել ականջները եւ աչքերը, խնդրել Սուրբ Հոգուն, որ բացի մեր հոգեվոր ականջներն ու աչքերը, ինչպես նաեւ ֆիզիկական, որովհետեւ շատ ժամանակ մենք ուղղակի չենք ուզում լսել ճշմարտությունը, նույնիսկ ֆիզիկական ձայնը ճշմարտության եւ նաեւ հոգեվոր ձայնը ճշմարտության չենք ուզում լսել։ Խնդրեք Աստծուն եւ նա ձեզ ցույց կտա, որ մենք ապրում ենք ամենավերջին օրերում եւ որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Եվ սպասենք Տիրոջը։